Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության նախկին պետ Անդրանիկ Քասարյանը մեղադրվում է մայրաքաղաքին պատկանող ավելի քան 140 միլիոն դրամ արժողությամբ գույքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդում 4 դրվագով։ Քննչական կոմիտեում հեծի մասնաճյուղի տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում իրականությանը չհամապատասխանող հավելագրված էլեկտրաէներգիայի ծախս ներկայացնելու համար։ Հունվարի 9-ին տեղեկություն է ստացվել, որ երկու քաղաքացի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է, նախաձեռնվել է քրեական հետապնդում 4 անձ ձերբակալվել է։ Հունվարի 2-ին տեղեկություններ են ստացվել, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի։ Վիրավորներն են Շիրակի մարզի բնակիչներ 28-ամյա Կարենը, 26-ամյա Ռաֆիկն ու 24-ամյա Ալբերտը։ Իրավապանները պարզել են, որ հունվարի 2-ին Գյումրիի Մհեր Մկրտչյան եւ Ավետիք Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցել վիճաբանություն Ռաֆիկի, Ալբերտի, Կարենի եւ մյուս կողմից Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Սուրենի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել վերջինների ուղղությամբ։ Հունվարի 2-ին տեղեկություն է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Պարզվել է, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Հարությունն է։ Պարզվել է, որ Գորիսի Գուսան Աշոտ փողոցի 25 կոտրակ 2 հասցեում գործող Հարությունին պատկանող Հարություն Զաքարյան համակարգչային խաղերի սրահում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Սյունիքի մարզի բնակիչներ 19-ամյա Յուրիի, 15-ամյա Ահեի, 16-ամյա Սմեի եւ Հարությունի որդու 17-ամյա Ազեի միջև, որը շարունակվել է խաղասրահից դուրս, որին մասնակցել են նաեւ Հարությունը, ԵՀ-ի հայրը Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Էրիկ Հն եւ ՍՄ-ի հայրը Սյունիքի մարզի բնակիչ 37-ամյա Էրիկ Մ, որի ընթացքում Հարությունը փայտե մահակով հարվածներ է հասցրել Էրիկին, ինչից հետո նա վերցրել է մահակը, հարվածներ հասցրել նրա դեմքին, պատճառել քթի կոտրվածքներ, իսկ Էրիկն իր մոտ եղած սուր կտրող ծակող գործիքով հարված է հասցրել վերջինիս աչթիակին, պատճառելով վնասվածք։ Հունվարի 4-ին տեղեկություն է ստացվել, որ Հին Երևանցու փողոցի 2 հասցեում վիճաբանության ժամանակ այլ անձանց կողմից դանակահարվելու հետևանքով 2 անչափահաս է տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք են Երևանի բնակիչներ 16-ամյա Ապան եւ 16-ամյա ԳԳ-ն։ Պարզվել է, որ ԱՊ-ին եւ ԳԳ-ին դանակով հարվածել է Երևանի բնակիչ 19-ամյա Ավետիսը։ Հունվարի 4-ին տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկում երեխաների հետ խաղալիս պատահաբար ճակատին հարված ստանալու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա։ Պարզվել է, որ նույն օրը Արմավիրի մարզի բնակիչ 11-ամյա ԱԱ-ն խաղալու ժամանակ հոր մահճակալի տակից վերցրել է նրան պատկանող տիպի հրացանը լիցքավորել ու կրակել, ինչի հետևանքով գնդակը պատահաբար դիպել է ԱԱ-ի հորեղբոր որդու Դայի ճակատին։ Հունվարի 9-ին տեղեկություն է ստացվել, որ Արալես գյուղում Երևան 6-ի երթուղին սպասարկող ավտոբուսի մեջ տղամարդու դի կա։ Հայտնաբերվել է Արատի մարզի բնակիչ 72-ամյա ՎՄ-ի դին։ Տեղեկություններ են ստացվել, որ Ստեփանավանի բնակիչ 33-ամյա, 29-ամյա եւ 32-ամյա 3 երիտասարդ դեկտեմբեր ամսին նախնական համաձայնությամբ ապօրինի մուտք են գործել Ստեփանավանի Հակոբ Մեղապարտի փողոցի տներից մեկն ու գողացել կենցաղային իրեր, տուժողին պատճառելով 425,000 դրամի վրաց։ 29-ամյա ու 32-ամյա երիտասարդները ձերբակալվել են։ Հունվարի 7-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանյան փողոցում մի խումբ քաղաքացիներ են վիճաբանում։ Պարզվել է, որ ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանություն քաշքշուկ է եղել Նիսանի 43-ամյա վարորդի, 2 ուղևորների եւ Մերսեդեսի 24-ամյա վարորդի ու ուղևորի միջև։ Բաց այդ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ նրանք հնչեցրել են հայհոյանքներ, փակել ճանապարհը, խոչընդոտելով մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Հունվարի 7-ին Գյումրիի Մովսես Խորենացի փողոցում ձերբակալվել է 35-ամյա մի երիտասարդ, նա դեկտեմբերի 24-ից հետախուզվում էր կաշառք ստանալու մեղադրանքով։ Հունվարի 18-ին Ռոստովյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է 58-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով։ Տեղեկություններ են ստացվել, որ Դալարի գյուղի 58-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում։ 58-ամյա տղամարդու բնակարանում նկուղում հայտնաբերվել է ընդհանուր 68.4 գրամ կանեփանման զանգված։ Հունվարի 9-ին տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Հրաչյա Քոչար փողոցից հիվանդանոց է տեղափոխել 2 քաղաքացու։ Նրանք են Արագածոտնի մարզի բնակիչներ 50-ամյա Արմենը եւ 63-ամյա Բայանդուրը, վերջիններս նույն օրը գազալցականում զոդման աշխատանքներ կատարելու ժամանակ գազի լիցքավորման հաշվիչի պայթյունի հետևանքով են ստացել մարմնական վնասվածքները։ Հունվարի 9-ին Երևանի Գալշոյան փողոցում բախվել են 77-ամյա Զավենի վարած Սանգ Յոնգ Ակթոին եւ 37-ամյա Եղիշեի վարած Տեսլա Մակնիշի ավտոմեքենաները։ Վերջինը բախվել է նաեւ հաստաբուն ծառին։ 25-ամյա Ժանետը տեղափոխվել է հիվանդանոց։ Հունվարի 11-ին Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհին կցող թիչով բեռնատարը կողաշրջվել է եւ բախվել քարե պատնեշին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Հունվարի 11-ին բախվել են ՎԱԶ 2107 Մակնիշի եւ Լադա Մակնիշի ավտոմեքենաները, իսկ մի քանի րոպե հետո նույն վայրում բախվել են Կիա Մակնիշի, 3 Օպել Մակնիշի, Ֆորդ Լադա Մակնիշի եւ 2 Մերսեդես Մակնիշի ավտոմեքենաներ, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հունվարի 10-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին Վայոց-Օրի մարզի բնակիչ 40-ամյա Արամն իր վարած Ռենո Մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու կողաշրջվել, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Հունվարի 10-ին Գյումրի-Երևան ավտոճանապարհին շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել ճանապարհի եզրի ձորակում, տուժածներ չկան։ Հունվարի 11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցից ներքին Շենգավիթ թաղամաս տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա, բախվել են Opel եւ Honda Magnishi ավտոմեքենաները, ինչի հետևանքով Honda Magnishi ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել եւ բռնկվել, տուժածներ չկան։ Հունվարի 11-ին ահազանգ է ստացվել, որ Գեղակերտ գյուղի Նժդեի փողոցի տներից մեկում է հրդեհ բռնկվել, հրշեջ փրկարարները կանխել, ապա մեկուսացրել են հրդեհի տարածումը։